Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ կառավարման վերաբերյալ Օմանի առաջարկը, այն անվանելով անհեռանկարային։ Իրանցի պաշտոնյան Reuters-ին ասել է, որ Միացյալ Նահանգները և Սաուդյան Արաբիան փորձում են ճնշում գործադրել Օմանի վրա, ստիպելով նրան առաջ մղել Հորմուզի նեղուցի վերաբերյալ իրենց անիրատեսական ծրագրերը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների արձակածարկն ընկել է Իրանի արևմտյան Ադրբեջան նահանգի անմարդաբնակ հատվածում։ Զոհեր չկան, միջադեպի մանրամասները պարզվում են։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պնդում է, որ Հորմուզի նեղուցը փակ է։ Ռազմածովային ուժերի հրամանատար Ալի Ազմային հայտնել է, որ ցանկացած նավի, այդ թվում նավթային լցանավերի անցումը իրականացվում է միայն կորպուսի ռազմածովային ուժերի համաձայնեցմամբ, սակայն Մարինե Թրաֆիքի տվյալով նեղուցով երթևեկությունը պահպանվում է։ Վերջին օրվա ընթացքում Հորմուզի և Բաբ-էլ-Մանդեբի նեղուցներով անցել է 53 նավ, դրանցից 12-ը Հորմուզի նեղուցով, ինչը 50%-ով ավելի է նախորդ օրվա համեմատ։ Իրանն ակնկալում է ստանալ չինական արտադրության շարժական հակաօդային պաշտպանության համակարգերի առաջին խմբաքանակն առաջիկա շաբաթներին։ Reuters-ի աղբյուրների տվյալով գործարքի արժեքը 60-ից 70 միլիոն դոլար է։ Սա Թեհրանի ամենամեծ փորձերից մեկն է լինելու իր կարճ հեռահարության հակաօդային պաշտպանությունն ամրապնդելու հարցում։ Միացյալ Նահանգների և Իսրայելի հետ հակամարտությունն սկսվելուց ի վեր։ Պայմանագրի համաձայն Իրանը ձեռք է բերում 300-ից 400 շարժական հակաօդային պաշտպանության համակարգ։ Անտառային հրդեհներ են Թուրքիայի հարավ-արևմուտքում, Մուղլա և Անտալիա նահանգներում։ Ուժեղ շոկի ֆոնին քամին տարածում է կրակը, այն փորձում են մարել հարյուրավոր հրշեջներ, օդանավեր և ուղղաթիռներ։ Կրակի տարերքն արդեն սպառնում է մի քանի բնակավայրի։ Որպես նախազգուշական միջոց իշխանությունը տարհանել է նաև Սեյդի Կեմերի հիվանդանոցը։ Գերմանիայում ավելի քան 6000 աշխատակից բողոքի ակցիա է իրականացրել ծախսերի կրճատման Volkswagen-ի ծրագրի դեմ։ Ակցիային մասնակցել են նաև Porsche-ի և Mercedes-ի աշխատակիցներ, որոնք մտահոգված են իրենց աշխատատեղերի կրճատման վտանգով։ Ֆլորիդայում մեկ օրում մահապատժի է ենթարկվել 2 դատապարտյալ։ Ըստ USA Today-ի առաջինը մահապատժի է ենթարկվել 68-ամյա Ջեյմս Դաքեթը, որը դատապարտվել էր 1987 թվականին 11-ամյա աղջկա սպանության համար։ 5 ժամ անց մահապատժի է ենթարկվել նաև 80-ամյա Դոմինիկ Օկիկոնեն, որը մեղավոր էր ճանաչվել 1986 թվականին իր նախկին նշանածի ծնողների սպանության համար։ Գարի Մութաֆյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։